Բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ, ընկերներ, աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդ: Բարի, խաղաղ և օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ: Պայծառ, մաքրամաքուր, ձմեռային գեղեցկություն եմ բերել ձեզ: Ձյունը շատ գեղեցիկ է և գեղեցիկ էլ զարդարել է ծառերը, ոնց որ հեքիաթում լինենք: Եկեք միասին մի փոքր վայելենք այս հեքիաթը և այս ձմեռային գեղեցիկ տեսարանը: Շատ սիրում եմ, գիտեք, որ ծառերը այսպես ձմռանը լրիվ փաթիլներով պատված է: Ասեմ, որ այսօր մեզ մոտ առավոտյան ժամը 10-ն է, եղանակը -22 աստիճան է: Շատ ցուրտ է, սիրելիներս: Այսօր ես պատրաստելու եմ ամենահեշտ, բայց միևնույն ժամանակ ամենահամեղ հնդկաձավարով փլավ: Բոլորս էլ պատրաստում ենք այս փլավը, բայց ես այսօր պատրաստելու եմ իմ տարբերակով: Պատրաստելու եմ սնդկով հնդկաձավարով փլավ: Ջուրը դրել եմ արդեն նախապես հնդկաձավարի համար, արդեն եռում է: Աղ եմ ավելացնում ջրի մեջ, կխառնեմ ջուրը և կավելացնեմ լվացած մաքուր հնդկաձավարը: Հնդկաձավարը, սիրելիներս, պատրաստելու եմ քամովի: Հիմա կխաշվի, կքամեմ, նոր արդեն մնացած գործողությունները հերթով ցույց կտամ: Հետևեք և կտեսնեք ինչպես եմ պատրաստում: Սիրելի հետևորդներ ջան, մինչ հնդկաձավարը կեվի, վերցրել էի 2 գլուխ սոխ, նախապես կեղևները հեռացրել եմ, լավ լվացել եմ, հիմա մանրացնում եմ: Իսկ գազօջախին դրել եմ տապակը, մեջը լցրել եմ բուսայուղ, ինչ տաքանա ես էլ սոխը կմանրացնեմ: Մանրացնում եմ ոչ շատ խոշոր, ոչ էլ շատ մեծ, սովորական: Բուսայուղը շատ չեմ լցրել, սիրելիներս, որովհետև վերջում մի փոքր էլ կարագ կավելացնեմ: Սիրելիներս, եթե պատրաստում ենք հնդկաձավարով փլավ, հաճարով փլավ կամ ձավարով փլավ, սոխառածը շատ ենք պատրաստում, սոխը շատ ենք լցնում և լավ կարմրացնում ենք սոխը: Առատ սոխը այդպիսի փլավների մեջ շատ համեղ է: Քիչ սոխով այդքան համեղ չի ստացվում: Վերջացրեցի մանրացնել սոխը, հիմա ավելացնում եմ բուսայուղի վրա և կտապակեմ այնքան, որ դառնա թափանցիկ և ոսկեգույն: Հիմա տեսնեմ հնդկաձավարը եթե եփել է, քամեմ: Ասեցի չէ, որ քամովի եմ անում և չեմ ուզում, որ շատ եփվի: Մինչ հնդկաձավարը եփվի, սոխն էլ տապակվի, ես կկտրատեմ լայնակի շերտ սունկը: Ինձ մոտ շամպինյոն տեսակի սունկ է: Նախապես նորից լավ լվացրել եմ, գլխի մասերը հեռացրել եմ, կեղևը բարակ շերտով մաքրել եմ, ջրքամել եմ, նախապատրաստել էի, սիրելիներս: Կարող ենք նաև ծառի սունկով պատրաստել: Օրինակ հաճարով փլավը մենք միշտ պատրաստել ենք գառան մսով, տավարի մսով, իսկ հնդկաձավարի այս փլավը երբևիցե չեմ պատրաստել գառան մսով, միայն սունկով եմ պատրաստել, իմ սիրելիներս: Հիմա արդեն շերտավոր եմ վերջացնեմ, կավելացնեմ տապակված սոխին:
Բոլոր տեսակի սնկերից պատրաստված ուտեստները սիրում եմ, մանավանդ ծառի սունկը, որ լվանում ես, աղ ես ցանում, դնում ես կամ ջեռոցի մեջ, կամ կրակի վրա, շատ եմ սիրում։ Հիմա նորից խառնեմ, մինչ կարմրելը։ Սունկը կտրատեցի, վերջացրեցի, սիրելիներս, հիմա սնկի գլուխներն եմ բաժանում երկու մասի։ Շատ մանր չեմ անում, տապակվելու ընթացքում ավելի կփոքրանա, դրա համար 2/4 եմ անում։ Սոխն էլ պատրաստ է արդեն։ Հիմա կավելացնեմ պատրաստված սոխի վրա։ Կխառնեմ, նոր կավելացնեմ մնացած կտրտած սունկը։ Մի լավ խառնեմ սունկը սոխի հետ, բերանը ծածկեմ, թողնեմ, թող սոխի հետ տապակվի սունկը, հետո աղը կավելացնեմ։ Սոխն ու սունկը խառնեմ իրար, որպեսզի լավ տապակվեն։ Արդեն սկսել է տապակվել։ Տեսնում եք ինչքան փոքրացան սնկերը։ Լավ կարմրում է, բերանը ծածկեմ, մի քիչ էլ կարմրի։ Սունկն էլ լավ տապակվել է, հիմա պետք է ավելացնեմ կերակրի աղ։ Խառնեմ և ավելացնեմ։ Կխառնեմ հիմա, որ աղը, սունկը և սոխը համեմվեն իրար, էլ բերանը չեմ ծածկի։ Սունկն էլ տապակվել է, լավ կարմրել է, տեսնում եք։ Հիմա սունկին, սոխին կավելացնեմ արդեն խաշած, ջրքանված հնդկաձավարը։ Հիմա կավելացնեմ նաև մի փոքր կտոր կարագ։ Փլավների մեջ վերջում, որ կարագ ենք ավելացնում, փլավներն ավելի համեղ են ստացվում։ Մի թեթև խառնեմ և իջեցնեմ գազօջախի կրակը, թող մանր կարագը փլավի մեջ հալվի։ Սիրելիներս, հնդկաձավարով փլավը ուտեստը պատրաստելուց հետո հարցս թե մամարի եղունգներդ մաքրեմ կողքերը, սիրունացնեմ եղունգներդ, հետո մանիկյուր կսեմ։ Ճիշտն ասած, ինձ չի թույլատրվում, բժիշկն ասել է, որ ոչ մանիկյուր, պիդիկյուր չի կարելի, ոչ ոտքիս մատերին, ոչ ձեռքիս։ Բոլորս էլ գիտենք, որ շաքարային դիաբետի ժամանակ հենց եղունգներից էլ սկսում է, բայց որոշեցի, սկզբից կամուկած, չեմ ուզում, հետո որոշեցի, թող մի քիչ մաքրի, ուղղակի լակ կսեմ առանց երկարացնելու։ Բազմակողմանի զարգացած հարց ունեմ, սիրելիներս, բոլորիս եղունգները սարքում է, թոռնուհիներիս, աղջկաս, իրեն, ինձ, գեղեցկացնում է մեր ձեռքերը, գիտեք, սա էլ Աստծու տված պարգև է, իմ լավ բարեկամներ, այսպիսի հարց ունենալը, հողամասում առաջատար է, տան գործերում առաջատար է, եփել թափելում առաջատար է, թխելուն
առաջատար է ամեն գործում, բա ոնց չասեմ, փառք քեզ Տեր ջան, այսպիսի հարս ունենալու համար։ Բարև ձեզ, այսօր պապիկս տանն է, հավաքում է մազայկա իմ նկարով։ Այսօր օրը Կիրակի է, սիրելիներս, մաղթում եմ բոլորիդ բարի, խաղաղ, ջերմ, օրհնյալ Կիրակի։ Այստեղ էլ, ինչպես Մարինես ասեց, մեր պապիկը զբաղված է իր սիրած աշխատանքով, մազայկա է հավաքում, հանգստանում է, Կիրակի օրը վայելում է։ Սիրելիներս, այստեղ էլ Մարինկաս մեզ համար կոֆե է դնում։ Գիտեմ, որ Մարինեիս էլ շատ սիրում եք, իմ լավ բարեկամներ։ Բավականին ժամանակ ոչինչ չի պատրաստում, որովհետև դասերը շատ են, հաճախում է հայկական պարի դպրոց, ժամանակ չունի ընդհանրապես, անգամ շաբաթ օրերն էլ է խիստ զբաղված, իմ լավ բարեկամներ։ Միայն Կիրակի օրն է, որ պետք է հանգստանա, այն էլ դասերն այնքան շատ են, չի հասցնում, որ հանգստանա, լիարժեք։ Սիրուն պատմություն մեծ։ Այդ կերակն վագրես մեզ ակը։ Իրեք հատ։ Նաբորը դրշկոտը։ Մեծ, միջին, փոքր, ես փոքրն է, թե միջինը Մարին է։ Սիրելիներս, Մարինեն մեզ համար կոֆե է դրել, հյուրասիրում է։ Ապրես Մարինկա ջան, սիրունս։ Ասես պապան հարցերը չքանը ասիմ, որ նստի 3200, որ չնստի 1400։ Ինչ ասես, չի նստելու։ Ման ասես կտենա։ Կտենա։ Մաման նստած է ուղի։ Կանում ես։ Կարամ խոսում։ Խոսա։ Այսա մերնեմ քեզի, խոսա։ Բարև ձեզ, տատի հետ է որտեղ ջան։ Արի ստե այրևու։ Արի կամերայի Բա դու չես գալու կանցեր։ Չէ։ Ինչի բա։ Հա։ Դու չես սիրում։ Հա։ Տաթև Ասատրյանին չես սիրում։ Ինչի։ Շլավա երգում։ Հələ մի հատ իր երգերից երգի, լավ գիտես երգերը։ Ու փաթ շափաթ։ Հա։ Մարինկայի հետ երկի։ Մարիկան օրինակ գնալու է, դու չես գնալու։ Անգին գնաշում։ Անգին լսում է իր երգերը։ Անգին կլասիկա է Ես լսում։ ձեր հետ կգամ։ Մեր հետ գնա։ Ոյ, ես ձեր հետ կգամ։ Հա, մեր։ Գայանը չգնար օպերացիա, Գայանն է գնա։ Այն դու այսօր կպարկես։ Ես բնջենի։ Սիրելիներս, Խաչատուրը աղջկաս փոքր տղան է, արի սովորում է 4-րդ դասարանում, լավ ֆուտբոլ է խաղում, դաշնամուր է նվագում և շախմատ է խաղում։ Արի Խաչատուր։ Խավամոթարեց գնաց։
Սիրելի հետևորդներ ջան, Տաթև Ասատրյանն եմ, ելույթ եմ ունենալու Մոսկվայում, գնալու ենք համերգի։ Հնարավոր եթե լինի կնկարենք, տեղադրեմ էջումս, բայց չի թույլատրում YouTube-ը, դրա համար ներող կլինեք։ Արգելում է YouTube-ը։ Իմ լավ բաժանորդները հավաքվեք, դրեք ձեր կոֆեներ, եկեք միասին կոֆե խմենք, զրույցենք, հարցեր եղումներս սարքի։ Տեսնեմ ինչպես եք, ինչով եք ձեր կիրակին զբաղված, ինչ գործերով։ Մենք ահա այսպիսի լավ գործով ենք զբաղված։ Գեղեցկացնում ենք մատերս։ Ես էլ զեֆիրը բացենք, ես չեմ օգտվելու սիրելիներս, բայց թորնուհից հարցս կօգտվեմ, զեֆիրը։ Ուզում եմ սիրելիներս շնորհակալությունս հայտնել ձեզ բոլորի Գայանեից ծննդյան կապակցությամբ ձեր գրած բարի մաղթանքների, ջերմ խոսքերի համար։ Անչափ անսահման շնորհակալ եմ, դուք էլ եղեք առողջ, ուրախ եւ օրհնված։ Սիրում եմ ձեզ եւ համբերում եմ։ Իսկ հիմա կոֆեն խմենք, շարունակենք մեր գործը։ Խմեցինք, վերջացրեցինք սիրելիներս։ Եթե մեզ հետ խմեցիք, մեզ էլ անուշ կոֆեն լինի, ձեզ էլ։ Հիմա շարունակենք։ Մարինկա ջան, զեֆիրից տար հյուրասիրի դարուշիկին մեկ էլ բանում, խաչուլին։ Այս դեղինները սիրելիներս երակայինից են մնացել, դեղնել են։ Ասեմ, որ չեմ երկարացնել, ուղղակի մաքրել եմ կողքերը, կսեմ մի քիչ գեղեցիկ և հիգենիկ լինի։ Խաչելեկա մի քիչ երեց խոսամ։ Թողա։ Արի, խաչատուր ջան։ Ինչ ես ուզում պատմես, էլ պատմի լսեմ։ Հե՞։ Հələ խոսատենա։ Հələ ասա, որ երգի բառեր ես գրում, երգում ես, լավ պարում ես Մարինկայի հետ։ Չես խնդում։ Ասում կարաս երգես մի հատ, քո գրած երգը։ Տեքստ պետք է ունենամ։ Տեքստը տունն ես թողել։ Գրածա պետք է Գրածա։ ուղարկեն։ Ո՞ր է ուղարկում։ Ռուդոն։ Ռուդոյի մոտ, հա։ Երախոսությունից եմ։ Երկի տեքստ։ Երկի տեքստ են գրել, պետք է երգեն։ Բառերը չես հիշում ասես, չէ։ Հեշտ մի բառ չես հիշում։ Չէ, իմ տեքստն եմ հիշում։ Դե, ասա, քո տեքստն ենք ուզում, Ռուդոյի տեքստ է, քո։ Մի քիչ ասա, մի քիչ ուժեղ ասա, որ բոլորը լսենք։ Հələ։ Ամոթ ես անում։ Մենք ենք ամոթ անում։ Լավ, 10 քեզ եմ անջատեմ։ Անջատ ես։ Հաչու։ Հե։ Բաբոր, գրել ես չես ասում ում ապետ։ Բաբա, ո՞նց է նա սենդվիչ պիեց։ Լասատենա։ Ահա, նա
Արի, խաչատուր, արի։ Հեսա Արի երկի մի հատ մեզ համար։ Դաշնամուր նվագել ես, տեսել են, հիմա մի հատ երկի թո լսեն։ Ամոթ մի արա։ Ինչքան տակոցներ ունի տատի։ Լավ է ստացվեց, ապրես Աստված օրհնի կյանքի բոլոր օրերը։ Ապրես որդուս հետ, երջանիկ, ուրախ, մինչև ծերություն։ Շատ սիրելիներս ստացվեց, նուրբ, գեղեցիկ։ Գնամ լվամ։ Սարքեց վերջացրեց եղունգներս, գույնն էլ շատ սիրուն սազում է ձեռքերիս, շատ լավ նուրբ գույն է։ Սիրելիներս, վերջում ուզեցա ցույց տալ ծաղիկներս, թե ինչպես են աճում, աճը մի ժամանակ կանգնել էր տեղափոխելուց հետո, դեղնել էին ծաղիկները, իսկ հիմա կամաց աճում են, գույնն էլ տեսնում եք, մքանում է, մեկ անգամ ցույց եմ տվել, թե ինչով եմ ջրում, ջրել եմ պերեկից վադառոդով 3%-անոց, մի թեթև ճաշիկ գթալ լցնում ենք 1 լիտր ջրի մեջ, խառնում և արմատներն ենք ջրում և ցողում ենք տերևներին, լիմոնն էլ լավ աճում է, իր տեղը չի, պետք է տեղափոխենք, հարմար տեղ չկա, սիրելիներս, որ տեղափոխեմ, ջրեք, ցողեք տերևները, կտեսնեք, որ ինչքան են լավ կանաչում և լավ աճում է, բայց ասեմ 1 լիտր սառը սովորական ծորակի ջրին թեթև գթալ 3%-անոց պերեկից վադառոդ, ավել չլցնեք, կվառի։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, շնորհակալ եմ, որ դիտեցիք հոլովակը մինչև վերջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում, լավ եղեք, առողջ եղեք, ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն։